Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կրկին ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է նրա եղբայրը Ավետիք Քերոբյանը։ Տանը խուսարկություն են կատարել եւ ձերբակալել, նշել է Քերոբյանը։ ԶԼՄ-ների խոսքը նոր գործի մասին է, որը կապված է տնտեսական բնույթի հանցագործության հետ եւ քննարկվում է Հայաստանի քննչական կոմիտեում։ ՔԿ-ն այժմ չի մեկնաբանել այս լուրը։ Վահան Քերոբյանն ասում է կոռուպցիայի չարաշահումների գործով 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից կրկին տեղափոխել են Երևան կենտրոն ՔԿՀ։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։ Երեկ Ղուկասյանը Երևան կենտրոն ՔԿՀ-ից տեղափոխվել էր հիվանդանոց։ Փոստանջյանը հայտնել էր, որ Վարդան Ղուկասյանը շաքար ունի, որն էլ հասել է մինչև 19 եւ կորոնոգրաֆիայի կարիք կա։ Այսպես դեռևս չենք ներկայացրել բժշկական փաստաթուղթը, որ հասկանանք, թե ինչ հիմնավորմամբ են նրան դուրս գրել հիվանդանոցից, ասել է փաստաբանը։ Օկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժել են Գյումրու քաղաքապետարան վերման ենթարկելու Վարդան Ղուկասյանին, որը կասկածվում էր խոշոր չափերով կաշառք ստանալու ու տալու մեջ։ Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով։ Հայաստանում գործող հանգստյան գոտիներից մեկի տնօրենը կաշառքի դիմաց առաջարկել է զորահավաքային զորակոչից ազատելու, ինչպես նաև զինգրքույկի տրամադրման հարցեր լուծել, տեղեկությունը հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։ 2020 թվականին սա ընդդիմել է հանգստյան գոտու տնօրեն ՍՊ-ին կնոջ եղբորը զորահավաքային զորակոչից ազատելու համար։ ՍՊ-ն ռազմական դրության ժամանակ առաջարկել է $1000 դիմաց ԱՄՆ-ին ազատել զորահավաքային զորակոչից, սակայն ՍԱ-ն չի համաձայնել առաջարկին, ասված է հայտարարությունում։ Ըստ ՔԿ-ի հանգստյան գոտու տնօրենը մեկ այլ անձին առաջարկել է կաշառքի դիմաց լուծել զինգրքույկ ստանալու հարցը ևս։